Հրապարակը գրում է առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուրն քննարկումներ է առաջացրել նաև ՔՊ շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլև վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես հայրենիքի մասին հատվածից, թե մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի, այլև հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չունի, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված 20-ից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու, հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել, այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ ավելի անկախ ենք, քան երբևէ մեջբերման ավարտը։ Ըստ թերթի ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ վաղը Էրդողանն ու Ալիևը կարող են ասել, որ հայրենիքը սխալ տարածքում են գտել, ոչ թե ներկայիս 29743 քառակուսի կիլոմետրն է, այլ 10 կամ 15 հազարը, հետևաբար պետք է կրկին վերագտնել իրական հայրենիքը ու կկրկնվի, եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի պատմությունը։ Իրավունքը գրում է ՔՊ-ի ակտիվը լրջորեն նախապատրաստվում է շեֆի տարեդարձին, տղամարդիկ թեպետ այս հարցում միասնական որոշում չունեն, բայց ՔՊ կանայք որոշել են օրիգինալ ու թանկարժեք նվեր անել։ Ավելին, տեղի աղբյուրների շշուկների համաձայն, այս ամսվա աշխատավարձի հալալ կեսը ասում են նվերի համար են նախատեսել։ Մտավախություն ունեն, որ Փաշինյանն առանձնապես չի ոգևորվելու թիմակիցների շնորհավորանքներից, որովհետև վերջինս հասկացրել է, որ իր համար մեծագույն նվերը կլինի այն, որ ընտրություններին ընդառաջ հանրային ատելության ֆոնը մեղմվի իր եւ իր ընտանիքի հանդեպ, գրում է թերթը։ Ժողովրդի աղբյուրների համաձայն 3 ԱԺ-ում Սուրեն Պապիկյանն ու ՔՊ-ականները 4 ժամ դռնփակ հանդիպում են ունեցել, որը թեժ է անցել։ Շուրջ 40 պատգամավոր է գնացել նրա հետ հանդիպմանը շիշ-բռնող անունով հայտնի Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված նրան հարց ուղղելու։ Նրանք ներկայացրել են մի սկանդալային նախագիծ, ըստ որի գումար մուծելու դեպքում Հայաստանի քաղաքացին կարող է կրճատել զինվորական ծառայության ժամկետը կամ ընդհանրապես չծառայել։ 3 ՔՊ-ականները հարձակվել են Սուրեն Պապիկյանի ու Հայկ Սարգսյանի վրա, պահանջելով չեղարկել նախագիծը, քանի որ այն խտրական վերաբերմունք է պարունակում հանրության աղքատ շերտի հանդեպ, իսկ Սարգսյանը անդրդվելի է մնացել։ ՔՊ-ականների գրեթե բոլոր հարցերին պատասխանել է, թե շատ լավ նախագիծ է, ինքը չի պատրաստվում այն հետ կանչել։ ՔՊ-ականները նեղն են գցել Պապիկյանին, հայտարարելով, թե իրենց համար անհասկանալի է, որ այդ անմշակ նախագիծը բերվել է։ Պապիկյանն ու Սարգսյանը բացատրել են, թե որ գումար վճարեն, իրենք այդ պարագայում վճարողներին կվերցնեն որպես պայմանագրային զինծառայողներ ու արդեն հավասարություն կլինի, բայց ՔՊ-ականները պնդել են, որ սոցիալական անարդարություն է լինելու թերթի տեղեկություններով, փակ քննարկումները արդյունք չեն տվել, նախագիծը առանց փոփոխության կբերվի եւ ՔՊ-ն պատրաստվում է դեմ քվեարկել դրան։ Հրապարակն էլ գրում է իշխանական աղբյուրների փոխանցմամբ ԵԿՄ նախագահ ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել վերնախավից մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում, ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել եւ լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ հանձնողներին։ Նա մասնավորապես ասել էր. Արցախն ով կորցրել է, իրեն էլ հարցրու, ես եղել եմ դաշտային հրամանատար 90-ականներից մինչև այսօր էլ իմ գործն եմ անում, Արցախն ով է կորցրել, գնա իրեն ասա, մեջբերման ավարտը։ Հակադարձմանը, թե դուք ավելի մոտ եք, ասել է մոտ եմ, չեմ ուզում խոսեմ այդ տականքներից, զզվում եմ իրանցից, չտեսակ ով կորցրեց, չտեսակ ինչ արին, մեջբերման ավարտը։ Դիտարկմանը, թե Փաշինյանի ժամանակ է կորցրել, ԵԿՄ նախագահը հորդորել է այլ դաշտ չտանել, ասել է հերիք է, ՔՊ-ում Սասուն Միքայելյանից պարզաբանում են պահանջել, թե ում նկատի ուներ։ Ինչպես եւ սպասվում էր, Միքայելյանը խոսակցությունը նախկինների դաշտ է տարել, սակայն ասում են խիստ նեղվել է, վարչության վերջին նիստին ներկա չի եղել։ ՔՊ-ում խոշորացույցով հետևում են մեկը մյուսին իրար դեմ, գործ են տալիս բոճկա գլորում, հույս ունենալով, որ մյուսներին փչացնելով իրենց տեղը կլայնացնեն։